Հուլիսի 23-ին Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային լսում Գավառի համար 1 հիմնական և Գավառի համար 7 միջնակարգ դպրոցների կառուցման նախագծի տեղակապման վերաբերյալ։ Հանրային լսմանը մասնակցեցին դպրոցների կառուցման ծրագրերի պատվիրատու, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագծող կազմակերպության, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, վերոնշյալ դպրոցների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնակիչներ։ Քննարկվեցին նախագծի տեղակապման աշխատանքների վերաբերվող հարցեր, հնչեցին կարծիքներ, եղան առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն վերջնական նախագծային փուլում։ Այս դպրոցների կառուցման հետ կապված այլ հարցեր կքննարկվեն հաջորդ թիվ կազմակերպվող հանրային լսումներին։ Ալվարդ Մանուկյան, Արփիկ Կակոյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում ցուցադրվում են գեղանկարչուհի Մարիամ Գալստյանի հիմնականում այս տարի ստեղծած կտավները։ Շարքի մուգ տագնապային գույներն ամբողջությամբ ներկայացնում են նկարչուհու մտահոգությունները ընտանեկան բռնության վերաբերյալ։ Այդուհանդերձ բոլոր նկարներում առկա են ընտանեկան ջերմություն փոխանցող կարմիրն ու դեղինը, որոնցում նաև հեղինակի հավատն է բռնության կանխարգելման ու հաղթահարման նկատմամբ։ Կնոջ կերպար ունեմ, որտեղ ափերի մեջ անցքեր են, որովհետև երբեմն իրավիճակը ցավոք սրտի, այնպեսին կարող է լինել, ասես մարդ զգում է խաչված իր սեփական իրականությանը ու թվում է, որ ելք չի կարող գտնել, բայց իրականում այդ ելքը լսված լինելու սեփական ճանապարհը իր օգնությամբ կամ գուցե մեկ այլ մարդու օգնությամբ լուսավորելու կարողության մեջ է։ Հաճելի է, որ բոլոր գեղանկարներում ինքը ունի, որ կանայք հաղթահարում են դա, իսկ ամենակարևորն է, որ կինը հաղթահարում է, իր ճանապարհը գտնում է եւ կարողանում է ինքնուրույն տնտեսապես անկախ կյանք վարել։ Նկարները մի փոքր անսովոր են, եւ գույները, եւ բովանդակությունը, եւ ներկայացման ձևը անսովոր են։ Դրա համար մենք փորձում ենք այսօր բացի ցուցադրությունից անել նաև փոքրիկ քննարկում եւ հեղինակը ինքը պետք է ներկայացնի։ Ստեղծագործությունների բոլոր կանայք նկարչուհու դեմքն ունեն, ստացվել են ինքնանկարներ այլ կանանց պատմություններով, մեկնաբանում է Մարիամը, որպես արվեստագետ զգայուն է հասարակության մեջ տեղի ունեցող երևույթներին, դրանք արտահայտելու ակադեմիական իմաստով որևէ կոնկրետ ոճ կամ ուղղություն չունի, առաջնորդվում է սեփական գունազգացողությամբ ու տեխնիկայով։ Իմ աշխատանքները իրենց աշխարհընկալմամբ սյուրռեալիստական են։ Ես օգտագործում եմ շատ սիմվոլներ, որոնք կրկնվում են, եւ օրինակ ունեմ աշխատանքներ, որտեղ տան սիմվոլը բավականին մանկական, սիմվոլիկայով հանդիպում է։ Տան գաղափարը, որը ոչ միայն պատեր են, որոնք մեզանից դուրս են, այլև տան հոգեբանական զգացողություն, ապահովության զգացողությունը, ընտանիքի ջերմության, սիրո, պաշտպանվածության, ու դա շատ կարևոր է։ Վաղ տարիքում Մարիամի աշխատանքներն ավելի ռեալիստական էին, կարծիք է հայտնում ավագ ընկերը, գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանը, որը մշտապես հետևում է երիտասարդ նկարչուհու ստեղծագործական աճին ու փոփոխություններին։ Փոխեց իր ոճը, հիմա ճիշտն ասած մի քիչ դիտողի համար անընթեռնելի գործեր է անում, բայց շատ ճաշակով, իր գունազգացողությունը շատ բարձր մակարդակի վրա է, շատ հետաքրքիր գործեր են ու ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ ինքը կարող է իր բնավորությունը տեսնել Մարիամի գործերում։ Թեմատիկ նկարների այս շարքն աշնանը դուրս կգա Մարտունու պատկերասրահից։ Սեպտեմբերին Մարիամ Գալստյանի աշխատանքները կցուցադրվեն Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակում, իսկ նոյեմբերին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։